բարև ես հարգելի ավականներ, հարգելի գործընկերներ։ Այսօր ովքեր են խորակարգ հաստատելու, դեմ չկա, ձեռնպատ չկա, մենք խորակարգի առաջի հարցին Հայաստան Հանրապետության Սյունիքի մարզի Քաջան համայնքի ավականներ 2024 թվականի դեկտեմբերի 29 թիվ 106 որոշման համար 1/3 և համար 6/6 խմբագրություն հաստատելու մասին։ Ձերկուցի Հուսեին Ողջույն ձեզ, համար 1/206 այն որոշման նշված հավելվածները վերաբերում են բյուջեի փոփոխությանը։ Բյուջեի փոփոխություն է կատարում և եկամտային և ծախսային մասերում շուրջ 90 միլիոն դրամի փոփոխություն է կատարելու։ Այդքան եկամտային հավելածներ, իսկ ծախսային մասով նախատեսում են Քաջան համայնքի վարչական տարածքում գտնվող գյուղական համայնքների համար աղբամանների ձեռքբերում իրականացնել, ինչպես նաև արդեն ունենք տանիքների և մուտքերի վերանորոգման ծրագիր, այդ ծրագրի նախահաշիվներում գումարներ ավելացնելու համար, դա որտեղ տարեսկզբին նախատեսված չէր եղել հայտերի ոչ հաստատված դիմների պատճառով։ Փոփոխությունը դրանց հետ է կապված։ Եթե հարցեր չունեք, խնդրում եմ հաստատեք։ Ովքեր դեմ չկա, ձեռնպատ չկա, սենգորակարգ երկրորդացի, Զանգեզուրի կողմնամերին կողմինան, փակ բաժնետիրական ընկերության շրջանության իրավունքով պատկանող անշատ ովքեր անհատուց օգտագործման իրավունքով ստանալու մասին, զեկուցի ներմիացություն։ Հարգելի ավականներ, նախական, ուրեմն ընդունելով Քաջան համայնքի և Զանգեզուրի պոնզամրդային կոմբինատ ՀՊ-ի միջև կնքված 2025 թվականի ապրիլի 8-ին կնքված հուշագրի համաձայն ուրեմն Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը պատրաստակամություն է հայտնել Քաջան համայնքի անհատույց ամրոց ժամկետով տրամադրելու վերոնշյալ գույքերը, ուրեմն լեռնագործների փողոց 2 հասցեում գտնվող մշակույթի պալատի շենքը, Քաջարան քաղաքի Տերյան փողոց 6 հասցեում գտնվող ուրեմն մանկապարտեզի շենքը և Չարենց փողոցի 7 հասցեում գտնվող թիվ 2 մանկապարտեզի շենք, անհատույց օգտագործման իրավունքով, անորոշ ժամկետով և Քաջան համայնքի ավականու համաձայնությամբ կարող ենք ստանալ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կողմից տվյալ գույքերը։ Ինչ ասել կան, հարգելի ավականներ։ Չկան ովքեր են կողմ, դեմ չկա, ձեռնպատ չկա, բաները շատ անհատույց, ասացիք անհատույց, Այո, անհատույց, իհարկե անհատույց, իրանք էլ հենց պատրաստակամություն են հայտնել անհատույց և անորոշ ժամկետով օգտագործման պայմաններով տրամադրվել այս երկուսի մեկ կետում նշված գույքերը իր բոլոր շարժական գույքերի հետ միասին։ Ինչպես նշվել է 1.2 կետում, այդ գույքերում արկա բոլոր շարժական գույք, այսինքն կահույքն է երևի սարքավորները։ Ես շարժական որ ասեցիք, կահույքները, դա այդ զուգահեռ միասին կարող է մեքենաները։ Ամրակցված լիներ ինչ-որ շարժական սպասարկող մեքենա կարող է։ Դա պետք է արդեն գույքագրում անելուց հարցերը երևի։ Ովքեր են կողմ, դեմ չկա, ձեռնպատ չկա, սենգորակարգ երկրորդացի, Հայաստան Հանրապետության Սյունիքի մարզի Քաջան համայնքի անդորկավ անձնակավայրում գտնվող Քաջան համայնքի սեփականություն հանդիսացող ողամասերի արժանակ սահմանափակ պատասխանատվության ընկերությունը ընդլայնման նպատակով ուղղակի վաճառքի միջոցով օգտվելու մասին։ Քանի որ տեղյակ եք, որ այս կապույտ կոնտուրով պարփակված ողամաս հանդիսանում է աշտանակ ՍՊ-ի սեփականությունը և այս վերջերքս իրան պատկանող ողամասի նպատակային նշանակության փոփոխություն է իրականացվել և նշված ուրեմն կոնտուրներով ողամասերը միայն հանդիսանում են համայնքի սեփականություն
եւ ղեկավարվելով կառավարության ուրեմն 550-ն որոշման 8-րդ կետի դրույթներով հնարավորություն է ընձեռվել աշտանակ ՍՊ-ին ուղղակի վաճառքի միջոցով վերոնշյալ գույքերը օտարելու, ուրեմն Անդոկաման երկրորդ փողոց 21 հասցեում գտնվող 1574.1 քառակուսի մետր հողամասը 145.450 դրամ շուկական արժեքի մոտակված կադաստրային արժեքով եւ Անդոկավան երկրորդ փողոց 17/4 հասցեում գտնվող 373.7 քառակուսի մետր հողամասը 34.530 շուկական արժեքի մոտակված կադաստրային արժեքով։ Քան դրամ։ Սա ուղղակի վաճառքի միջոցով է օտարվում, քանի որ այո, ներսում գտնում են բոլոր աշտանակի պատկանող հողամասերն են եւ այլ անձին որպես առանձին գույք այս հողամասը օտարել չեք կարող, որպեսզի հարկադիր սերվիտուտ չառաջացնի։ Okay, Nico. Դեն չկա ձևնապատ չկանցնենք որակարգի ծերեկացին, Հայաստան Արության Սնուկն Քաջան Ամանքի երկիշին կրնի ետնող Քաջան Ամանքի սեպատանություն ամիսացող 0 ամբողջ 1996 հետաքրքրական նշանակության բարելավը հրապարակային սարքակցությունների իմաստույթով արձակալության իրավունքով տրամադրելու մասին։ Նախատեսվում է Քաջարան համայնքի Գետիշեն բնակավայրի ուրեմն տարածքում գտնվող 1596 քառակուսի մետր վարելահողը 25 տարի ժամկետով գյուղատեսական գործունեություն իրականացնելու նպատակով ուրեմն հրապարակային սակարկություններով մրցույթով վարձակալությամբ տրամադրելու մեկնարկային գին սահմանելով տարեկան 11,000 դրամ։ Քան որոշման Okay, Nico, Margit Alakani. Դեն չկա, ձեռնապատ չկանցնի որակարգի 5-րդ կացին։ Հայաստան Արության Սնուկի Քաջան Ամանքի կաթնառած բնակավայրում գտնվող հողամասի նպատակային նշանակության փոփոխության նպատակով Սնուկի Քաջան Ամանքի կաթնառած բնակավայրի համակցված փոխանցում նախատեսվող փոփոխություններին հավանություն տալու մասին։ Ուրեմն նախատեսվում է կատարել Սյունիքի միկրոռեգիոնալ տարածական պլանավորման փաստաթղթում հետևյալ փոփոխությունը կաթնառատ բնակավայրի մոտ գտնվող 4000 քառակուսի մետր գյուղատեսական նշանակության խոթհարքներից փոխադրել բնակավայրի նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության, ուրեմն նշված հողամասը նախատեսվում է, ես կարող եմ ձեզ նաև ցույց տալ, այդտեղ նախատեսվում է իրականացնել էկո-քեմպինգ, քաղաքացու հանգստի այո, էկո-հանգստի զարգացման գոտի, այդտեղ գործարարը նշել է ինչ է կարող անել, էկոտնակների համալիր է ստեղծելու Քաջարան տարածաշրջանում, ուրեմն 5-ից 10 էկոտնակ կամ փայտից կամ մոդուլային փոխենք տեղում տեղադրվել արևային վահանակներով տեղային ջրի մաքրում։ Վարձույթ է տրվելու էկոտնակները ունենալու է դաշտային խոհանոց կամ ճամբարային սրճարան, այսինքն էլի շարժականն հիմնական չէ, ուրեմն էքսկուրսիաներ է կազմակերպվելու, քարերարշավ, հեծանիվներ են լինելու վարձույթով տրամադրվել էր, սա ծրագիրն է գործարարի ներկայացրած, նպատակային նշանակությունը փոփոխելուց հետո նոր արդեն մրցույթով այդուհետև հողամասը նախատեսվում է կատարել մոտ 10-ից 12 միլիոն ներդրում դրամի չափով, 5-ից 6 հիմնական աշխատատեղ է ստեղծելու եւ մինչեւ 4-ը հնարավոր է ոչ հիմնական աշխատատեղ։ 10-ից 12 միլիոն ներդրում է նախատեսում տեղավորել։ 10-ից 12 միլիոն ներդրումների գումարի չափն է քաղաքացին նշել։ Այդ ամեն ունենալու գործարարը այդ կարգի նախատեսվում է այդ կարգի ներդրում անելու, այդ 15-ից 10-ը էկոտնակներ
Դա 1.5 էկոտնագի։ Դե ինքը հայտի կարող է այդ ձևով չի ոնցով երկու լավ։ մենք ենք նախատեսել։ Դե հիմա տեղում հայտից երևի։ Նո ամենյա դեպս, դա աստված հիմա թող լինի, որը խնդիր չկա։ Տարածաշրջանային տուրիզմի զարգացման կապված բան։ Ես, կստացի ժողով չեմ, մենք եք անենք, մոտակա ես այդ ժամանակը, ես կապում երկու շանս արած չում։ Ոնց մենք եք պիլոտային երկու տեղ նախատեսին, նախաձեռնում անենք։ Մեկը հեռանձոր վարչակնասանում, մեկն է տերի վարչակնասանում։ Երկու էկոտնարները, բայց շատ լավ։ Ոչ իհարկե, 12 միլիոն դա այսօր հաշվեցին նորս արկիսի 8-10 միլիոն ասած էկոտնարները, նով բնականաբար քառակուսի մետրն է կապ։ Ամենքը նախաձեռնություն է, երկու հա, եթե այո վիճարով է լինելու, բնականաբար դա երկողտին մեր բայց դա համայնք նախաձեռն։ Եթե տեսնենք ընթացքը ոնց է, մենք գարեգին հետ որա գարեգին գապիրը։ Մենք գապիրը երկու տուրիզմ են կապած էլի և նաև ուզում ենք online ենք, շատ ինքը աշխատող, այսօր շատ աշխատող կապելակա, շատ ակտուալ է և մենք նախատեսել ենք գապելյան չէ գարեգին։ Դեպի գերի կողմը մի քանի տեղ է կար ընտրված, տեսնենք, այս երկուսը ոնց աշխատում, որ հատենք ասնենք երկող տարի կարծում եմ 5 հատ մեկ ուղղան, այո, ևս 5 ուներ ենք ունենում։ Սեզոնային Դա միանշանակ։ Զոմերուզն հեմարն է առաջարկություններ կան, չկա, ովքեր են կողմ։ Դեն չկա, ձերոպա չկա, ասենք որակարգի 6-րդ հարցին։ Հայաստան Հանրապետությունի Մարզիկ Քաջարյան համայնքի վարչական տարածքում հողամասերի նպատակային նշանակության փոփոխության նպատակով Մարզիկ Քաջարյան համայնքի Քաջարյան բնակավայրի համակցված փաստաթղթի նախատեսող փոփոխությունների հավանություն տալու մասին։ Ուրեմն նախատեսվում է Քաջարյան համայնքի վարչական տարածքում կատարել հետևափոփոխություններ, ինչպես արդեն գիտեք, Զանգեզուրի պղնձանորդենային կոմբինատի կողմից, բացի իրենց կառուցապատման իրավունքով տրամադրված հողամասերից, ավել իրանք ճավել զբաղեցնում են, որի նկատմամբ արդեն սերվիտուտի իրավունք է գրանցվել, բայց սակայն նշված հողամասերը օգտագործվում են ընդերքօգտագործման նպատակով մեծ մասը եւ որպեսզի մենք բերենք իրավական դաշտ եւ նպատակային նշանակությունը փոխենք փոխելուց հետո կառուցապատման իրավունքով տրամադրենք ընդերքօգտագործման նպատակով անհրաժեշտ է նախաձեռնել գործառնական նպատակային նշանակության փոփոխություն եւ այս որոշմամբ ԱԲԳԴ եզրկետերով ուրեմն նախատեսվում է կատարել եւ պետական սեփականություն հանդիսացող այսքան հատվածը, այս մասի եւ այս մասի մի հատվածը հանդիսանում են պետական սեփականություն, մյուս հատվածները այստեղից, այսքան այս հատվածը, այս ամբողջ հատվածը եւ 72 հեկտար հատվածը հանդիսանում են համայնքի սեփականություն գյուղատնտեսական հողեր, այդ ամբողջ հողատեսկերից փոփոխել արդյունաբերության ընդերքօգտագործման եւ այլ արտադրական նշանակության ընդերքի օգտագործման համար տրամադրված գործառնական նշանակության հողամասեր։
հետագայում սա դեռ պետք է գործ կազմի ուղարկի գերատեսչական ըստ նպատակի տրամադրի։ Ովքեր են կողմ հանդիպավական։ Զրեմ չկա, վերաբան չկա, անցնենք դողարկացիություն կացին, Հայաստան Հանրության Սյունիքի մարզի Քաջանանանքի վարչական Կողմասերի նպատական նշանակության փոփոխության նպատակով Սյունիքի մարզի Քաջանանանքի հարցված փաստարկում նախատեսվող փոփոխությունների հավանություն տալու մասին։ Ուրեմն տեսեք հաշվի առնելով Պետրոսյան Մանիկ ՍՊ-ի եւ Սելվի ՍՊ-ի դիմումների, գրությունների նախատեսվում է հիմք ընդունելով տվյալ ընկերությունների տրամադրված լեռնահատկացման ակտը եւ արդյունահանման թույլտվությունը նախատեսվում է կատարել համակցված փաստաթղթում փոփոխություն, փոփոխելով տվյալ հողամասերի նպատակային նշանակությունը, նույնպես արդյունաբերության դեպք օգտագործման եւ այլ արտադրական նշանակության ընդերքի օգտագործման համար նախատեսված հողերի։ Ուրեմն նոր Աստղաբերդ բնակավայրում գտնվող, տեսեք գետի շնից մինչև նոր Աստղաբերդ բնակավայրում գտնվող գյուղատեսական նշանակության ուրեմն արոտներից 3.349.72 հեկտար գյուղատեսական արոտներից փոխադրել արդյունաբերության ընդերք օգտագործման եւ այլ արտադրական նշանակության հողերի հիմք ընդունելով Սելվի ՍՊ-ին տրամադրված արդյունահանման թույլտվության եւ Լեռնաձոր բնակավայրում գտնվող Պետրոսյան Մանիկ ՍՊ-ին տրամադրված արդյունահանման թույլտվության համաձայն 1.28 հեկտար գյուղատեսական նշանակության այլ հողատեսքերից նույնպես փոխադրել արդյունաբերության ընդերք օգտագործման եւ այլ արտադրական նշանակության հողեր։ Նշված արդյունահանման թույլտվությունները տրամադրված են ավազակոպիճային ուրեմն արդյունահանման նպատակով։ Ովքեր են կողմ հանդիպավական։ Որ հարցին ենք հանդարել։ Հայաստան Հանրության Սյունիքի մարզի Քաջանանանքի հավաքականի 2024 թվականի դեկտեմբերի 25-ի համար 96 հետ որոշման համար 2 հավելվածների փոփոխությունների լրացումի կատարելու մասին։ Հարգելի ավականներ, ձեր քննարկմանը եւ համայնությանը ներկայացնում 2024 թվականի դեկտեմբերի 25-ի 96 L որոշման համար 2 եւ համար 8 հավելվածներում առաջարկվող փոփոխությունները եւ լրացումները։ Ղեկավարվելով տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 28-րդ կետերով, 35-րդ հոդվածի առաջին մասի 6-րդ եւ 7-րդ կետերով, նորմատիվ իրավական ակտերի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի առաջին մասի առաջին կետի 3-րդ եւ 34-րդ հոդվածների դրույթներով եւ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարանի համայնքի կոմունալ տնտեսություն ՓԲ ընկերության տնօրենի գրությունը եւ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարանի համայնքի ղեկավարի առաջարկությունը ձեր քննարկմանը եւ հաստատմանն է ներկայացնում։ Հավելված 96 L որոշման հավելված 2-ում կատարել հետևյալ փոփոխությունը եւ լրացումը։ Եկամուտների հավաքագրման եւ քաղաքացիների սպասարկման կազմակերպման բաժնի 23-րդ օգի հաստիկային միավոր սյունակում 2 թիվը փոխարինել 3 թվով, աշխատավարձի չափը սյունակում 680,000 թիվը փոխարինել 1,20,000 դրամ թվով, 24-րդ օգի հաստիկային միավոր սյունակում 3 թիվը փոխարինել 2 թվով, աշխատավարձի չափը սյունակում 636,000 թիվը փոխարինել 424,000 թվով, ընդամենը տողում 20,141,000 թիվը փոխարինել 20,269,000 թվով։ Իսկ երկրորդ կետով առաջարկում է 96 L որոշման համար 8 հավելվածի փոփոխությունները եւ լրացումները։ Դա Քաջարանի համայնքի կոմունալ տնտեսության ՀԲ հաստատությունն եւ կառուցվածքային կառուցվածքը վարչակազմ ստորաբաժանման 13-րդ տողից հետո լրացնել նոր 14-րդ տող հաստիքի անվանումը հաշվետար հաստիկային միավորը 1 պաշտոնային եւ ժամային դրույքաչափը 250,000 դրամ, ընդամենը տողում 16 թիվը փոխարինել 17 թվով, սանիտարական մաքրման եւ բարեկարգման ստորաբաժանման 14-րդ տողից հետո լրացնել նոր 15-րդ տող հաստիքի անվանումը բակային հավաքարար, հաստիկային միավորը 1, պաշտոնային եւ ժամային դրույքաչափը 257,000 դրամ,
15-րդ տողից հետո լրացնել նոր 16-րդ տող, հաստիքի անվանումը բարեկարգման բանվոր, հաստիքային միավորը 2, պաշտոնային և ժամային գրքաչափը 357,000, ընդհանրապես տողում 43 թիվը փոխարինել 46 թվով։ Պահակային ծառայության ստորաբաժանման 4-րդ տողից հետո լրացնել նոր 5-րդ տողը, հաստիքի անվանումը պահակ, հաստիքային միավորը 3, ժամային գրքաչափը 800, ընդհանրապես տողում 12 թիվը փոխարինել 15 թվով։ Սույն որոշման առաջին կետն համար 2 հավելվածը ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարյանի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկի համապատասխան փոփոխությունները Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված պետական կառավարման մարմնի կողմից համապատասխան իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից։ Իսկ երկրորդ կետը, որը վերաբերելի է համար 8 հավելվածին, ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ Ну, պահակները գիտեք, թե պահակները պահակները զուտ, ներքևիջում անսիմետրից, արգերավականներ, ինչպես պահորոտների տեղակիրել։ Սա զուտ արմա, մեր կահակի, ժողովտենա, զուտ մատկության, քանի որ բազմից զում էին բոլորս, բայց անոտու, հիմա այո, համայնքը կիրառելու է իր կողմին է վարչական և նաև նույնիսկ վարչական է դա։ Են ոչ պարտավորված մարդկանց, ովքեր որ դա իրենց համակարգը ցենց մատերիալան կայացնել, ցեխով մեքենաներ, ցեխ եւ այլն, քանի վիճակ առաջացնես քաղաքում լանդատերի է, այո, մենք ոչ մեկներ շարժի կիրառելու այո դա նպատակը աշխատանքների կապած է մի խոսքով, ովքեր են փոխ դեմ չկա, ձեռնոց 12 օրակարգի 9-րդ հարցին Հայաստան Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարյանի համայնքի 2020 թվականի ապրիլի 18 համար 30 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին։ Ակելի ավականներ ձեր քննարկման է ներկայացում 2025 թվականի ապրիլի 18-ին 30 որոշմամբ ընդունված առաջարկող փոփոխությունը։ Ղեկավարելով տեղական նորմատիվ իրավական ակտերի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի առաջին մասի առաջին կետի և 34-րդ հոդվածի առաջին մասի առաջին կետի դրույթներով և հիմք ընդունել Հայաստանի Հանրապետության Քաջարյանի համայնքի Սյունիքի մարզի Քաջարյանի համայնքի ղեկավարի առաջարկությունը ձեր քննարկման է ներկայացվում 30L որոշման երկրորդ կետում հետևյալ փոփոխությունը։ Համար 3, համար 4, համար 5 և համար 6 հավելվածներին ուժի մեջ են մտնում 2025 թվականի հունիսի 1-ից բառերը փոխարինել համար 3, համար 4, համար 5 և համար 6 հավելվածներին ուժի մեջ են մտնում 2025 թվականի սեպտեմբերի 1-ից բառերով։ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2025 թվականի սեպտեմբերի 1-ից։ Այս որոշումը ընդունվել էր ապրիլի 18-ին 30 ընդունված որոշումն է, որը վերաբերելի էր և մեր համայնքային հողակների ստեղծմանը և համայնքային ենթակայության մնացած հողակների աշխատավարձերի որոշակի բարձրացումները, քանի որ այս պահին այդ կառավարումը համայնքը դեռ չի վերցրել, դրա համար սեպտեմբերի 1-ից սահմանում ենք սեպտեմբերի 1-ից, նախկինում սահմանել էինք հունիսի 1-ից, որովհետև ժամկետը նախատեսել էինք, որ ուժի մեջ կմտնի, կհասցվի այդ գործողությունները, այս պահին Բնականաբար անգլի լավատս։ Մենք նախատեսում ենք ապրիլի հունիսի 1-ից։ Հունիսի 1-ին, բայց քանի որ աշխատողների ավելակին իրենց անճարության ապանության պատճառով, այն ինչ-որ մենք հունիսի 1-ի նախատեսում որ աշխատավարձների բարձրանա, դա մենք տպավորություն չունենք, դա դա պրոստի իրենց անճարության պատճառով շոշում է, ինչի սեպտեմբերի կրտնի, սեպտեմբերի կրտնի։ Սա է խնդիրը, ինչ-որ մենք ասել ենք հունիսի 1-ի բարձրանա, բայց ես բանսար կամպեսեցան ենք կտան, մենք կտան, ուժի կտան, կվերսնենք կտան։ Ովքեր ենք ով,
Դեն չկա, դերևս չկա, անցնենք դավակարգի 10-րդ հարցին, Հայաստան Հանրապետության Սյունիքի Մազիկալյան համայնքի 26 թվականի բնապահպանական ծրագրի հաստատելու մասին։ Հարգելի ավականներ, ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին օրենքի պահանջներին համապատասխան ձեր հաստատման է ներկայացում Քաջարյան համայնքի 2026 թվականի բնապահպանական ծրագիրը։ Ծրագիրը համաձայնեցված լիազոր մարմինների, շրջակա միջավայրի և առողջապահության նախարարությունների հետ երկու բաժնիցը, երկու ոլորտին առնչվում ծրագիրը բնապահպանական և առողջապահական օրենքի պահանջը։ Յուրաքանչյուր ոլորտում հետական միջոցառում։ Բնապահպանական ոլորտի համար տերյան 3 և 4 շենքերի միջև մգած տարածքում պուրակի վերակառուցման աշխատանքներն են, այդ աշխատանքների նախագծամախաշվային փաստաթղթերը մշակված են և հաստատված, մենակ սեղանի վրա կարող ծանոթանաք այդ նախագծերին, այս միջոցառման գինը նախագծամախաշվային փաստաթղթերի համապատասխան կազմում է 41,24,000 դրամ և երկրորդ ոլորտում առողջապահական միջոցառումն է, դա բժշկական սարքերի և սարքավորումների գործիքների ձեռքբերումն է բժշկական կենտրոնի համար ցանկը այդ անհրաժեշտ գույքի և սարքավորումների ներկայացնելը բժշկական կենտրոնի տնօրինությունը և իր մեջ ընդգրկում են իրենց անհրաժեշտ սարքերը, գույքերը, որոնց պահանջեցվում են։ Չորացնող ախտահանող պահարան, հիվանդանոցային պատգարակ, մանկական էլեկտրոնային կշեր, վիրաբուժական հուշարձակ, գինեկոլոգիական բազկաթոռ և լապարասկոպիկ վիրաբուժության գործիքների վերակառուցում։ Առողջապահական մասի համար գումարը 3,700,000 նախնական հաշվարկներով շուկային գործող գներով կատարված հաշվարկներով ընդհանուր ծրագրի գումարը 44,724,000 դրամ։ Մասհանումը այսքան է, 45 միլիոն է մասհանումը, մասհանման համապատասխան է մշակվել այս ծրագիրը և բնին համապատասխան։ Սա ծրագիրը առարկություններ չկան, հաստատիկ ծրագիրը, որ ներկայացնենք ֆինանսների նախարարություն աստեն, հաջորդ տարվա բյուջեը ով նախատեսելու համար։ Ովքեր հարգելի ավականներ, դեն չկա, դերևս չկա, դավակարգի 15-րդ հարցին, Քաջարյան համայնքի սեփականություն Քաջարյան համայնքի կոմունալ տնտեսության փառաբանական ընկերության գործունեության արդյունքներից առաջացած շահութաբաժինի չափը հաստատելու մասին։ Ղեկավարելով ՀՄ քաղաքացիական օրենսգրքի 15-րդ հոդվածի առաջի մասի 4 կետով, բաժնետիրական ընկերությունների մասին 40-րդ հոդվածի առաջի մասով ձեր հաստատման ենք ներկայացնում կոմունալ տնտեսություն ՓԲ-ի 22-ից 24 թվականներ առյալ գոյացած շահույթի մասնաբաժինը համայնքի փոխանցելու մասին որոշումը մասերով փոխանցելու մինչև 2025 թվականի դեկտեմբերի 20-ը արժեգումարի չափը կազմում է 85,606,000 դրամ։ Եթե առարկություններ չունեք, հաստատեք։ Ովքեր են գող, դեն չկա, ձերովար չկա։ Անցնենք դավակարգի հարցին, Հայաստան Հանրապետության Սյունիքի Մազիկալյան համայնքի վարչանում 7-րդ նստաշրջան հերթականիստի գումարմանորով սահմանելու մասին։ Հարգելի ավականների օրենքի համաձայն յուրաքանչյուր հերթական արտահերթի օրակարգային վերջին հարցը դա հաջորդ հերթական լիստի գումարմանորով սահմանելու մասին որոշման նախագիծն է։ Դուք ավարտում եք 6-րդ նստաշրջանի ամբողջ նստաշրջանը, այդպես ասեմ, հաջորդը արդեն անցում ենք կատարելու 7-րդ նստաշրջանին։ 7-րդ նստաշրջանը համաձայն տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության վարչի 2-րդ հոդվածի դրույթներին սկսվում է սեպտեմբերի 2-րդ շաբաթից։ Հարգելի ավականներ, սահմանում ենք հաջորդ 7-րդ հերթական նստաշրջանի օրը սեպտեմբերի 12-ը ժամը 15:00։